Ինքը գնաց իմ բարիատրիկ վիրահատությունից հետո անմիջապես, բայց դա իմ որոշումն էր, ես կարող էի իրան պահել, էլի մոդիֆիկացիաներով, բայց չի կարելի։ Երբ որ դու արդեն սկսում ես լճանալ դրա մեջ, միակ ճիշտ որոշումը իրեն հիշողության մեջ տեղավորելն է։ Կան մի օր բերել իրան, մի օր։ Այնքան հուզիչ ա եղել այդ իր շորերը ծալել, դնել ճամպրուկում ու ասել շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որովհետև փառք Աստծո, այսօր ես նույնիսկ իմ ֆինանսական շատ կայուն վիճակի համար պարտավոր եմ այդ կերպարին, ոչ թե ինձ, այդ կերպարը ինձ համար իմ բոլոր երազանքները իրականացրել է։ Մենք միասին տուն ենք ինձ համար գնել, հետո գնացել ենք այլ երազանքների հետևից, հետո ձեռք ենք բերել դժվարությամբ, բայց այս մարմինը եւ իրեն շնորհակալ պետք է լինել ու ճանապարհել։ Ինքը իմ կյանքի ամենաջերմ մի օր հետ բեր։ Մի օր միգուցե, բայց ես հագել եմ դրանից հետո, ես հասկացել եմ, չէ, չեմ հիշում ով է ինքը։ Էլիան շատ ես խոսել, գիտեմ, վիրահատությունից հետո այդ տարբեր արձագանքների մասին։ Դրա մասին չէ որ ուզում եմ խոսել, բայց դու քո մեջ երբ եկար տուն ու հասկացար, որ դու արդեն այլ ես։ Միգուցե ունես այն մարմինը, որը այո ուզել ես, այն մարմինը, որի դեպքում ավելի քիչ կլինեն դեղերը, որովհետև գիտեմ, որ նաև առողջական խնդիրներ կային ավել կիլոների հետ կապված, բայց ինչ որ միտեղ կար մտավախություն։ Կարող է ես մի բան կորցրեցի։ Խարիզմայի հետ կապված, կերպարների հետ կապված։ Իհարկե, ոչ թե տուն եկա նոր տեսա, այլ այդ որոշումը կայացնելուց ամբողջ գիշեր ես ասում եմ, ես բանից եմ հրաժարվում հիմա։ Դու հասկանում ես, որ փոխվելու է։ Անպայման։ Ես այդ որոշմանը չեմ եկել աֆեկտի տակ։ Ես շատ երկար մտածել եմ, վիրահատության առավոտ էլ մտածել եմ, որ ես հիմա ինչ որ անում եմ, մենք հրաժեշտ ենք տալիս։ Այսինքն դու հասկացել ես, որ այդ հումորային, հա, այդ կոլորիտային կերպարը ինչ որ չափով գնալու է։ Ինքը չափսերի մեջ պիտի փոխվեր։ Այսինքն գույնը շատ հաճախ թե բաժակը բաժակ է, բայց բաժակի ֆորմա շատ բան է որոշում։